Բարի երեկո։ Ոնց որ ասում են, շաբաթ նուրբաթից շուտ եկավ։ Մեկ շաբաթ առաջ, չորեքշաբթի օրը, ամսի 29-ին ես հնչեցրել եմ հարց քննչական կոմիտեի ղեկավար պարոն Արթուր Պողոսյանին։ Եվ նույն եթերում ասել եմ, որ մեկ շաբաթ եւ ես իրավունք ունեմ, ես չեմ անցնում իրավունքի սահմանները, որտեվ ես հարկատու եմ, որտեվ ես այն մարդն եմ, որ տարիներ շարունակ հաղորդումներ ա ներկայացրել եւ քրեական վարույթները նախաձեռնվել են եւ ոչինչ չեն արվել եւ այդ քրեական վարույթները, որոնցով ոչինչ չի արել, անմիջականորեն ազդեցություն ունեցել իմ կյանքի եւ իմ առողջության ապահովության վրա։ Եվ հիմա մի հատ շատ ինձ համար տհաճ իրավիճակի մասին եմ ուզում խոսեմ եւ երևի թե մեր այս հարցերը պարոն Պողոսյանին կամաց կդառնա սենց ավանդական, էլ ոչ մեկին հարց չենք տա, մենակ իրան։ Եթե հիշում եք, այդ ելույթի ժամանակ ես հարց բարձրացեցի պարոն Պողոսյանին, հիմա ուղղակի հեսա կմեջ բերեմ, վերաբերում էր նրան, որ դեռ 24 թվականի դեկտեմբերի 3-ին, 2-ի գիշերը, իմ տան դուռը ես հայտնաբերել եմ բաց, նրանից հետո երբ որ ես ունեցել եմ ուղիղ եթեր եւ դրա համար է որ հիմնականում երեկոները ես հիմա ուղիղ եթերներ չեմ անում իմ անվտանգությունից ելնելով, որտեվ ուղիղ եթեր էր, որի մասին գիտեին որոշակի անձիկ, բնականաբար տեսնում են եւ հասկանալով որ ուղիղ եթեր մինչեւ գնամ տուն հասնեմ դա կտևի որոշակի ժամանակ ներխուժել էին իմ բնակարան, ցինիկաբար իմ բնակարանի դուռը այսպես բաց թողնելով եւ ես գիտեք տանը շուն ունեմ կամ ով որ չգիտի եւ շանն էլ ինչ որ չգիտեմ ինչ էին տվել եւ շունը այտենց ժողովրդի լեզվով ասած բժժած վիճակում էր, այսինքն ուղիղ եթերից հետո տուն գնալով ես տեսել եմ այդ յուրահատուկ ցինիզմը, բնականաբար իմ տնից գողություն չի եղել եւ գողության նպատակով չեն էլ մտել իմ տուն, որտեվ իմ տունը բացի փաստաթղթերից որոշակի որևէ հետաքրքրություն ներկայացնող բան չկա, մեկ էլ ես եմ, ինձ պետքա գողանային, այն էլ ես այդ օրը տանը չեմ եղել այդ ժամին։ Դեկտեմբերի 2-ի գիշերը դրա մասին մի անգամից տուն նույնիսկ չեմ մտել եւ հաղորդում եմ տվել հանցագործության մասին եւ այսօր 26 թվականի մայիսի 5-ն է։ Այսօր ստանում եմ մի հատ հրաշալի զանգ Արաբկիրի քննչական բաժնից 043 47 000 հեռախոսահամարից իքական սերի ներկայացուցիչ էր, չգիտեմ, տիկին էր, օրիորդ էր, չեմ հիշում քննիչի անուն ազգանունը, որտեղ բացառապես ինձ չհետաքրքրեց եւ հրավիրում է ինձ բաժին, քննչական բաժին։ Օրեր առաջ, այսինքն չորեքշաբթի օրը ես հնչեցրել եմ հետևյալ միտքը, խնդրում եմ լսեք։ Եվ այդ մտքից հետո փաստորեն պարոն Պողոսյանը կամ ինչ որ մեկը հիշել է, որ վայ նման գործ էլ ա եղել եւ մենակ այդ գործը չի հիշվել, ես հիմա շարունակաբար հիշեցնելու եմ ինձ շատ լոյալ վերաբերմունք ցույց տալու գործերը, որ մեկ էլ են, որ 2-3 տարի հետո վերակենդանացել է։ Ուրեմն պարոն Պողոսյան, ես էլ եմ կրում, այսինքն դուք էլ եք կրում իմ ազգանունը, որտեղ ես ձեզնից տարիքով մեծ եմ, ես շատ հարգանքով եմ վերաբերում իմ անձին, ուրեմն չփորձեք իմ առաջ, ես շուն չեմ, շունիկ չեմ, ոսկորներ նետել, որպեսզի այդ ոսկորներով բավարարվելով ես մոռանամ այն հիմնական հարցը, որ Արցախի թալանի վերաբերյալ գործերը չեն քննում, այսինքն դուք պատրաստ եք բոլոր գործերը հիմա հիշել, այլ մոլորակայիններից սկսած, Ալյասկայի պինգվինների միգուցե հնարավոր ներխուժումից մեր տուն, բայց ամեն ինչ անել, որ Արցախի թալանի վերաբերյալ որևէ գործ չքննվի։ Ուրեմն լավ հիշեք, այսօր օրը երեքշաբթի է, շուտով լրանում է մեր եթերի մեկ շաբաթը,
այո, որ դուք պետքա որևէ գործողություն անեիք, Արցախի հիմնատակ թալանած Կոմիտաս Կարապետյանի կլանի վերաբերալ, բայց դուք չեք կարող անել, մինչև իրանց էլ չճանապարհեք, եթե չեք ճանապարհել, որտեվ ունեք նման պրակտիկա։ Ես չգիտեմ, միգուցե հիմա ռեյսերը լավ չի թռնում, քնչականին կից ավիա տոմսերի վաճառքի կետում խնդիրներ կա, ես չգիտեմ, կամ ինչ որ գումարային հարցեր կա, ես չեմ կարող ասել, ուրեմն հանգարց չփորձեք։ Մանր-մուներ գործերով փորձեք իմ բերանը փակեք։ Հիմա նայեք աբսուրդը, որ իրականում ողբամ նման քննության վիճակ։ Ինձ զանգարում է ոմն աղջինակ այսօր, քննիչ։ Եվ ասում է, որ ես այդ գործով եմ զբաղվում, եկեք։ Ուրեմն սա արձանագրությունն է քրեական վարույթը նախաձեռնելու, քրեական վարույթը նախաձեռնվել է 2024 թվականի դեկտեմբերի 3-ին, բայց Արտուր Պողոսյանը նոր է հիշել, որ նման քրեական վարույթ գոյություն ունի։ Եվ քրեական վարույթը, չգիտես ինչի, նախաձեռնվել է գողության հոդվածով։ Ես երբևէ չեմ ասել, որ իմ տունը գողություն է եղել։ Այսինքն նենգա փոխվել է իմ ասացի, ես ասել եմ, որ այո, սա իմ նկատմամբ հոգեբանական ճնշում է, որ երբ որ ես տունը չեմ, ցույց տան, որ մենք կարող ենք քո տուն մտնել եւ սա առաջի դեպքը չի, գողանալու բան չկա իմ տունը։ Եվ իմ համար նողկալի է այս ամեն ինչը, այսօր այս աղջիկը զանգում ասում է, եկեք քնչական գործողության, ասում եմ, ինչ քնչական գործողության, հարգելի, չգիտեմ ինչան, մոռացել եմ, ինձ ոչ իման չասող ազգանուն։ Ասում է, առերես հարցաքննություն ենք անելու, ում հետ եք ինձ առերեսելու։ Ես միայն մի հոգու հետ կարող եմ առերեսվել, ով որ ճանապարհել է Ղարաբաղցիքին аэроպորտից, քնչական կոմիտեի այն աշխատակիցը, դա կլինի նախագահ, տեղակալ, վարչության պետ, չգիտեմ, ով որ իմ տուն մտնողներին ճանապարհել է, դուք ես ինձ որոշել եք ձեռ առնել, հա։ Բա որ ես սկսեմ հանգարց ձեռ առնել, տարատեսակ իմ սուր խոսքերով։ Լավ, դուք մազոխիստ չեք։ Ինչի եք ինձ ստիպում, որ ես նման վարվելակերպ թույլ տամ ինձ։ Հետաքրքիր է, էլի։ Այսինքն ինչ որ մեկը ինձ այսօր զանգարում է 2 տարի, 2 ամիս անց, որ այն ժամանակ ասում են ոչ մի կամերայով նայել ենք, որ կամերայով եք նայել։ Իմ բնակարանը գտնում ազգային ժողովի դիմաց, գտնում է նորակառույցում։ Առնվազն ազգային ժողովի այսպես ասած գարաժների վրա 150 հատ կամերա կա։ Մեր շենքը Էվրիկա խանութն է տակը 700 հատ կամերա կա։ Կողքը անվտանգության այդ տաղավարն է, որ նստում են անվտանգության աշխատակիցները, այդտեղ կամերա կա։ Ստորգետնյա կայանատեղիում պարկովկա կա։ Առաջի հարկում գտնվում է Endovision կլինիկան կա, Աբակն է գտնվում կա, լիֆտի կողքը կա։ Ինչ մենակ իմ բնակարանի կողքը չկա։ Այդ որ կամերան է քանել։ Ու այսօր քանեցի կամերաները, այսինքն երբ որ ես, պարոն Պողոսյան, ձեզ ասում եմ, ինչ եղավ իմ տուն մտնելու գործը, որ չի քննվել 2 տարի, իմ տուն որ մտան, այս գործի հետ կապված, ինչ արեցիք, ոչ մի բան, այս դուք հանցախումբ եք ստեղծում իրանց հետ իմ դեմ, այսինքն եթե չասեի, չքննվեր, թե բոլոր գործերով պետքա սենց հատ-հատ ձեզ հիշացնել։ Ես ում iPhone-ի մեջի reminder-ը չեմ ձեր, որ հիշացնեմ։ Բա ինչի համար ենք այս աղջնակներին, տղուկներին աշխատավարձ տալիս։ Ուզում եմ իմանամ, կամ ինչը պետքա քննեիք։ Ես սա ուղղակի Ժորժյան ձեզ մի հատ ասեմ, որ դուք պատկերացնեք ինչ ա եղել։ Այդ օրը, երբ որ ես ուղիղ եթերից հետո ժամը 10-ի սահմաններում 21-ն 50 քանից տուն եմ հասել եւ տեսել եմ, որ դուռս բաց է, զանգել եմ ոստիկանություն, 4 զանգից հետո ժամ 30 րոպե հետո նոր ոստիկանները ժամանել են, այսինքն ես նույնիսկ տուն չեմ մտել, որպեսզի որևէ հետքեր չտրորեմ։ Ժամանել են լիքը մի խումբ ոստիկաններ, որոնք սկսել են ասել են մի մտեք, թող կրիմինալիստ գա, որ մատնահետք եւ այլն, մոտարապես մինչև ժամը 12:30, 1:30 իմ տնով այսենց ման են եկել, սեղանի վրա տեսել են 20,000 դրամ, ասել են, տեսնում եք գողություն չի եղել, ինչ ես ասել գողություն ա եղել, հա։ Իմ տուն մտնողները $20,000 էլ որելներ չէին տանի, իրանց համար $20,000 մի հատ զավտրակի փող է, կամ այդ քնչականին կից ավիակասայում մի տոմսի փող է։
Այսինքն նոր դրանից հետո գիշեր 4:30 իմ պահանջներից դու գալիս է կրիմինալիստ, որ մատնահետքերը վերցնելով կարար վերցներ Արաբկիրի ոստիկանության բոլորի մատնահետներն ու ոտնահետքերը։ Հիմա ինձ ինչ որ մեկը ուզում է, չգիտեմ, սենց մտածում է, որ իրանք այնքան տենց շատ խելացի են, հիմա մի հատ սենց պտիչկա դնեն, ուղղակի ինձ կանչեն, ասեն, տեսեք, 2 տարի հետո այս գործով քննչական գործողություն են գալ, այդ քննչական գործողությունը տարեք ու մնացածը դուք գիտեք ինչ անեք։ Այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ սենց վերաբերմունք չփորձեք դրսևորեք, պարոն Պողոսյան։ Ես վաղը չեմ մյուս օր ձեր հետ նորից եթեր ենք մտնելու եւ տեսնելու ենք ինչ արեցիք Կոմիտաս Կարապետյանի գործով, ճանապարհեցիք արդյոք Մերի Կարապետյանին, Էրիկ Կարապետյանին, Էդիկ Կարապետյանին երկրից հանեցիք թե ոչ, թե որոշակի քննչական գործողություններ արեցիք, անհապաղ գործողություններ, որոնք շատ ավելի կարևոր են, քան եկեղեցու սպասավորներին անհապաղ ձերբակալելն ու կալանավորելը կամ 5000 դրամ ընտրակաշառքի համար, իհարկե ընտրակաշառքը վատ բան է, ձերբակալեք, բայց խտրական մոտեցում մի ցույց տվեք, թե հարմար տոմսեր չկա Մերի Կարապետյանին ճանապարհելու, կարող է VIP-ում չկա, սպասում եք, որ VIP սրահով, թե սպասում եք այս եվրոպացի գնանքան, որ խախանդելնի տանեք ճանապարհեք, պարոն Պողոսյան, այս հարցը սենց չի ավարտվելու ու սրանից հետո ինձ անիմաստ ձևական գործերում 2 տարի անցել է ում վրա որ ես կասկածում եմ ասել եմ որ իրանք արդեն Հայաստանում չեն դուք ճանապարհել եք ինձ ասում է եկեք առերես հարցաքննության այդ ձեր ձևական քննչական գործողությունները կպահեք երբ որ արցախցիներից կաշառք վերցրած արցախցի թալանչիներին Ղարաբաղցի Արցախ անունը կրելու իրանք իրավունք չունեն Ղարաբաղցի թալանչիներին ով որ ճանապարհել է տարել аэроպորտից ով որ խուզարկության մասին իրանց ասել է այ երբ որ իրանք դատվելու կլինեն փորձեք այդ ձևական քննչական գործողությունները այն ժամանակ անել հանգարց ստեղ իմ հետ որևէ մեկը քանդրբազություն ու կլոունադա չանի լսում եք պահեք ձեզ այնպես որպեսզի ձեր հետ ես հարգալից խոսեմ այլևս 5-շաբթի օրը ձեզնից սպասում ենք պատասխան, պարոն Պողոսյան, ինչ արեցիք Մերի Կարապետյանին, ճանապարհեցիք, թե ոչ։